Մնացականյան գիտեք Ռուսաստանի սահմանափակումների մասին որտեղ պետների մասին դեսպետերս այս հարձակումը Մարդ Կարապետյանը կամ Սավիկ Կանտիկյանի մասին հայտարարել է, որ կոնկրետ ուժեղ քայլեր կատարելու Ռուսաստանի շրջանների հետ բանակցելու, որպեսզի սահմանափակումները հաշվեն եւ մեր տնտեսական Բնականաբար հնարավոր է սովետ հայերը ձեռնարկան, որպեսզի օր առաջ բացվի սահմանների համար, որտեղ ինքնիզացիայում արդեն ձկնաբուծարանները ուշ խնդրի առաջ կանգնած լոլիկում արդեն սուպերմարկետում լոլիկներ օրերեն նշում են մինչև 90 գրամ, դա նշանակում է, որ առնվազն 70 գրամով է սուպերմարկետը վերցնում, իսկ այդ ինքնարժեքի մեջ չի կարող ուղղակի վնասով դուրս չգա։ Պլյուս դրան արդեն մնացած ոլորտները թե ծաղկի շուկան արդեն ոլորտներ թե ինչպիսի գնանքներ տեղի ունեցել եւ ինչպիսի պայմաններն են, վերջերս մի ջերմատումային տնտեսությունները ծաղկացնում, որ մոտ 50-60 հազար դոլարի ծաղիկ է, ուղղակի հանել էր, այրել է, ու այս խնդիրների մեջ ինձ ամենաշատը միախայնացնում է իշխանությունները ցինիկ կեցվածքը, որ մի 4 բեռնատար կամ 5 բեռնատար հանել են լեհացնան ու խոսում են եվրոպական շուկա գրավելու մասին եւ դիվերսիֆիկացիայի մասին, դիվերսիֆիկացիա անելու համար առնվազն 8 տարի բարձրաձայնման, որ մեր բանջարեղենները ունեն որակի խնդիր, պետք է պետական հստակ քաղաքականություն միջամտություն, որ այդ որակի խնդիրը չունենա, պետք է հստակ քաղաքականություն, որ ցանկացած մթերքի արտադրության մեջ լինի հետագծելիություն, որպեսզի տնտեսվարողը, արտահանողը փորձի ֆերմերից գնել, հասկանա ինչ պարտանյութեր, ինչ թիմաքիմիկատներ, ինչ տարբեր այլ նյութեր օգտագործել, որը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, թե ոչ։ Եվ ընդհանրապես այս մեծ բիզնեսի, մեծ առևտրի մասին պատկերացում չունենալով, մարդկանց հասցնելով այս վիճակին, ու սենց թեթև, ոնց որ Արցախյան պատերազմի ժամանակ էր, չէ՞, մի հատ ԱԹՍ-ին խփում, 5 գալիս էր, այդ ԱԹՍ-ը ցույց էին տալի, ասում են, եթե հաղթեցինք, հաղթում ենք, միլիոնը տնտեսության մեջ է։ Մեր տնտեսվարողները շատ վատ վիճակի մեջ են ու բնականաբար մենք որպես կուսակցության ներկայացուցիչ եւ մեր կուսակցության ղեկավարը բոլոր հնարավորինս քայլերը պետք է ձեռնարկենք, որ առայժմ սահմանները բացվեն։ Դեպի կամերաները կթեքվեք։ Ընտրությունից առաջ է եղել, ասեմ ուրեմն քրոնոգրաֆ, տեսեք, եթե քրոնիկոմին հետևեք, նման դեպք եղել է 2024 թվականին, նման դեպքեր եղել են 2023 թվականին, ասեմ ավելին 2024 թվականին Ռուսաստան Ռոսոֆոզնadzորի կողմից առնվազն 3 նամակ է եկել մեր սահմանը որակ է կապված խնդիրներով եւ բացարձակ որևէ պատասխան չի հետ դարձել այդ նամակի խոսքով Ռոսոֆոզնadzորը 2024 թվականին 19 ընկերություն գցեցին սև ցուցակ, եթե կհիշեք։ 2025 թվականին էլի ծաղկի շուկա նորից աշճանաբար բացեցին, հիմա նորից այսքան զգուշացումից հետո փակեցին։ Ես չեմ կարող քաղաքական գնահատական տալ, ասել քաղաքական ենթատեքստ ունի, թե տնտեսական, բայց եթե տնտեսական քաղաքական ենթատեքստ ենթադրենք ունի տնտեսականով, եթե պետությունը 8 տարի կարողանար ճիշտ կազմակերպել եւ խոսային շուկայի դիվերսիֆիկացման մասին, խոսել ու ոչինչ չանել, մենք այսօր այս վիճակում չէինք։ Ռուսաստանը պաշտոնականություն պատժում է քաղաքացիներին եւ որ Փաշինյանը դարձել է։ Ես բերեք մեկնաբանություն չտամ, որտեղ ես իրականում քաղաքագետ չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ, ես խոսում եմ գյուղատնտեսության ոլորտից, ես խոսում եմ գյուղատնտեսության մեջ առկա խնդիրներից, որը մի չէ քաղաքական թիմի անդամ եմ, բայց քաղաքական թիմի անդամ ավելավա այդ ես չեմ ասում քաղաքականության, չեմ խնդրում եմ մի մանիպուլացիա, ես լրատվական դաշտի հետ աշխատել եմ, ինձ համար մասնագիտական, ես սիրում եմ ավելի շատ մասնագիտական ուղղվածությամբ խոսել, որովհետև ես ինձ կոմպետենտ եմ համարում հենց այս ուղղվածության մեջ եւ խոսում ես հարցերի պատասխանել։ Եվ ժամանակը կա կերևա, կտեսնեք, քայլեր ձեռնարկվում են, ամեն ինչ արվում է, որպեսզի հնարավորինս կարողանան ընդհանուր եզրեր բանակցեն, որպեսզի կարողանան մեր ներքը արտահանվի բնական։
այդ մի օրվա լուծելու հարց չէ, որ մի օրվա մեջ կարգավորվի, դա անջատիչ չէ, ասենք որ այսօր անջատեցի, կարողանաս միացնել։ Դա իրանից ենթադրում է պրոցեսներ, եւ եթե համաձայնություն կան, բնականաբար որոշակի պայմաններ են լինելու, առաջինը որակի վերահսկման, որակի հետ կապված հետագծելիության ստուգման, որակի վրա աշխատանքյութության հետ կապված եւ ըստ այդ քայլերի հերթականության նոր կսկսի արժանապատ բացվել։ Դա մի անգամից մի օրվա մեջ չի բացվելու։ Այդ Փաշինյանը միշտ արդեն Եթե ընդհանրապես արտահանում չկա, հետևաբար փոփոխություններ չկա։ Եթե ընդհանրապես առեսպար գյուղատնտեսական որևէ մթերք չի մտնում բուսական շուկա, նշանակում է որևէ պայմանավորվածության արդյունք չկա։ Ներկա պայմանն ու այս վիճակը։ Սամվել Կարապետյանի պատկանող նրա ընտանիքի պատկանող Սալմավալ առևտրի կենտրոնում կա Երևան City, որը գիտենք պատկանում։ Օրինակ չեք դիտարկի որպես պատկան անդամ, որ Երևան City դուրսբերան կտող բանջարներն եւ շատային գյուղացու մթերքներն են պատկանում։ Իսկ կներեք հազար ներողություն, Երևան City-ում, թե Զորքում, թե մնացած սուպերմարկետներում, մթերքում է։ Մենք հիմնականում նաև տեսնում ենք Բանանը կարող է հայկական չլինի, բանանը Հայաստան չէ։ Խաղողը այս պայն բերքը դեռ չեն հավաքել, խաղողը չի հասել եւ City-ում կարող է լինել նաև խաղող։ Պլյուս Դալմա մոլում տնտեսվարողը իդեմս Երևան City-ների վարձակալության վերցել է տարածքը, ինքը գործունեություն է ծավալում եւ վարձակալը ոնց որ մի ինչ-որ տուն վարձեք, ձեր տան մեջ ապուք եւ տանտերը գազես տիպի, ասի գիտեք ինչ կա, դուք այս տան մեջ սա պետք է չանեք, նա պետք է Դե Նիկոլ Փաշինյանը անունը դա անոմալ երևույթ է, դա կոնկրետ մարդու մասնավոր սեփականության դեմ ոտնձգությունն է, ինչը շատ վատ հետևանքների է բերելու Հայաստանի թե տնտեսության մեջ, թե քաղաքականության մեջ։ Նման բան ամենամեծ խնդիրներից մեկը հենց արդեն մարդու սեփականության իրավունքի դեմ ոտնձգությունն է։ Ու սա անհետևանք չի մնալու։ Իշխանական ցանկացած կամայականություն քաղաքական դաշտում անհետևանք չի մնալու։ Եվ եվրոպական ինչքան ժամանակ սրանին կպահանջի, որպես տնտեսվարողների հարցերին եւ ձեր քաղաքականներին կարող է աջակցել այս դեպքում տեխնոլոգիաներ։ Տեսեք, Եվրոպական միության հետ կապված մի քանի գործոններ կա, որ չգիտեմ ինչի, տեսեք, Պապոյան Գևորգի հետ հիշում եք, երբ որ մեր Գրիգորյանը խոսած, ընթացքում ասում է թարմձուկ, պաղեցված զուկ, իրանք թեման թեքվում են սառեցված զուկան, դա պատահական չի։ Առաջինը այն թարմձուկը եւ պաղեցված զուկը, երբ որ հասնում է Ռուսաստան, հասնում է 2 օրում եւ ժամկետների մեջ տեղավորվում է։ Եվրոպական միության շուկա, ես ինքս Եվրոմիություն արտահանող տնտեսվարող եմ եղել։ Եվրոպական միության շուկա արտահանելու համար քեզ առնվազն 10-12 օր է պետք, մինիմում։ Այսինքն պաղեցված զուկը որպես այդպեսին ուղղակի չի հասնի Եվրոպական միություն։ Դրան գումարած ինքնարժեքի հետ կապված խնդիրներ կան։ Այն հակաբիոտիկները, այն նյութերը, որ մերոնք են օգտագործում ձկնաբուծության մեջ, եվրոպական ստանդարտներին չեն համապատասխանում։ Եթե եվրոպական ստանդարտին համապատասխանող հակաբիոտիկներ եւ այլ նյութեր օգտագործեն, արդեն ինքնարժեքի մեջ ընդհանրապես չեն տեղավորվում։ Ինքնարժեքը բարձրանալու եւ մրցունակ չեն լինելու։ Այս ամեն ինչ, որ մենք տեսնում ենք եւ տեսնում ենք մեծ մակարդակով, ինչա տեղի ունենում ու խոսում ենք բարձրաձայն մենք, շատ ժամանակ չի անցնում։ Մեր խոսացածը չի անցնում, որովհետև իրանք եթերով կարողանում են փոկել այդ փոքր sense հաղթանակներ ցույց տալ, գրավեցինք շուկան, այս արեցինք, այն արեցինք, մտանք մեր Բալթյան երկրներ, ու այդ նվազագույն այդ ծիծաղելի փոքր քանակները խոսում են 5 մեքենա 100 տոննա հանեցինք Լիաստան։ Ծիրանի արտահանման մեջ ընդհանրապես պետք բանջարեղենի արտահանման մեջ մի տնտեսվարողը կարող է 5 մեքենա նույնիսկ փչացնի թափի, որ դա խնդիր չի ծագում, էլի իսկ այսօր 5 մեքենա արտահանել ինչ-որ մի հատ լեհական խանութների ցանց ցույց են տալիս մեծ ձեռքբերում։ Հենց էսա խնդիրը։ Շնորհակալություն։